Մոսկվայի պլանում հայ մարդու հավատը դրված է որպես ընտրական գործիք, ոչ որպես սրբություն, ոչ որպես հոգևոր արժեք, որպես քաշ։ Փաստաթղթերում այդպես էլ ձևակերպված է սակրալ քաշ, այսինքն քաղաքական մեքենային պետք է տալ եկեղեցական ծանրություն, որ սովորական մարդը չտեսնի, կուսակցություն, փող և իշխանության ծրագիր։ Տեսնի հավատ, խաչ, հոգևոր պաշտպանություն։ Caucasus Chronicle-ի հրապարակած նյութերում, որոնք ներկայացվում են որպես ռուսական հատուկ ծառայությունների արտահունների արտահոսած փաստաթղթեր, այս սխեմայի կենտրոնում դրված են Սամվել Կարապետյանը և Միքայել arczepiskopos-ը։ Մեկը միլիարդատեր և քաղաքական առաջնորդի դեր ստացած գործարար, մյուսը հոգևորական, որի անունը պետք է օգտագործվի որպես բարոյական լեգիտիմության աղբյուր։ Փաստաթղթերի տրամաբանությունը պարզ է. Կարապետյանին ներկայացնել որպես եկեղեցու պաշտպան, Փաշինյանին որպես եկեղեցու թշնամի, իսկ ամբողջ ընդդիմադիր շարժմանը տալ ոչ թե կուսակցական, այլ սրբազան տեսք։ Սա հատկապես ուղղված է այն մեծ զանգվածին, որը չի ուզում ոչ այս իշխանությանը, ոչ նախկիններին։ Այդ մարդկանց ասում են, սա քաղաքականություն չէ, սա հավատքի պաշտպանություն է։ Բայց եթե ծրագիրը գրված է ռուսական ֆայլերում, եթե այնտեղ նշված է ինչ խոսել, ում միավորել, ինչ անունով դուրս գալ հրապարակ, ուրեմն դա արդեն միայն հավատքի հարց չէ, դա կառավարման փորձ է։ Դրա համար էլ Էջմիածինը փաստաթղթերում դառնում է